տարածքի բարեկարգումը այնտեղ տեսանք քանդել են նոր գազատարներին։ Դե գազատարը դա Գազպրոմն է իրականացնում, ստորգետնյա խողովակներն են փոխարինում, ոնց հասկացա մետաղյա խողովակները ժամկետ ունեն, հիմա ժամկետը լրացել է, փոխարինում են նոր խողովակներով, դրանով է պայմանավորված այդ աշխատանքները։ Մեզ հետ զրուցելուց ասացին աշխատողները, որ այսօր իրենց մեծամորից են ուղարկել այստեղ, որպեսզի բարեկարգեն։ Դե հիմա նայեք, բարեկարգելը մեծամորից միշտ են համայնքի բոլոր բնակավայրերում միշտ են մաքրման աշխատանքներ կատարում, աղբանության, սանիտարական մաքրման աշխատանքներ։ Ուղղակի պայմանավորված է նրանով, դուք էլ լավ կտեսնեք, երևի տեսած կլինեք, որ ինչ վիճակա մեքենաները բարձված դուրս են գալիս, այդ ամբողջ հողը հանում են կենտրոնական ճանապարհ, ստիպված մաքրում են էլի, որ ավելի շատ չտարածվի այդ հողը։ Պարոն Եղիազարյան, երևի դուք էլ արդեն տեսել եք, առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կիրակի օրը այցելելու է այս համայնք, այս գյուղ եւ մասնակցելու է պատարագին, դուք եւս ներկա եք գտնվելու այդ պատարագին։ Ես գրեթե միշտ եմ Կիրակի օրերը պատարագների ներկա լինում։ Ամեն Կիրակի մեր գյուղում մատուցվում է պատարագ, որին ես հիմնականում, եթե չգիտեմ շատ խանգարող բան չի լինում, ես մասնակցում եմ հիմնականում միշտ։ Այնպես որ այս Կիրակի էլ նույն ձևով մասնակցելու եմ պատարագին, ոչ մի ադառոց բան չկա։ Պարոն Եղիազարյան, մենք տեսնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որտեղ այցելում է այն եկեղեցիներում, որտեղ իր ներկայությամբ պատարագներ են տրվում, զեղչվում է վեհապար Հայրապետի, հաճախ նաև թեմակալ առաջնորդի անունը, ասեք սա խնդիր չի լինի, եթե Կիրակի օրը եւս այս եկեղեցում զեղչվի։ Բայց մինչև Կիրակի մենք ոնց որ 2 օր ունենք, էլի, մենք հաստատ համոզված ենք, որ վարչապետը հայտարարել է, որ ինքը չի գնում այն եկեղեցիներ, որտեղ նախապես չեն ասում, որ կզեղչեն։ Հիմա ես նորից եմ ասում, իմ մասնակցության համար եք հարցնում, ես մասնակցելու եմ շարունակաբար ամեն Կիրակի, ես խնդիր չեմ տեսնում, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես միշտ էլ մասնակցում եմ պատարագներին, ամեն անգամ։ Իսկ խնդիր չեմ տեսնում, որ արդեն մի քանի անգամ զեղչվել է վեհապարը։ Ճիշտն ասած, ես միշտ մեր գյուղում եմ մասնակցել, ես մի րոպե սպասեք էլի, մի րոպե։ Ամեն դեպքում խնդիրը տեսնելը որ նա չէ, խնդիր չեմ տեսնում, ես նորից եմ ասում, որպես հավատացյալ մասնակցելու եմ։ Եվ նաև մենք էլի բնակիչներից մի քանիս հետ զրուցեցինք, նրանք շատ դրական կարծիք հայտնեցին իրենց գյուղի հոգևոր հովի մասին, ասացին, որ շատ լավ մարդ է, բարեպաշտ եւ խոնարհ ծառայում է եկեղեցուն։ Դուք ինչ կարծիք ունեք, կարծեք նա եւս կմիանա ու կզեղչի, ինչ եք կարծում։ Մեր քահանայի ներկայացնելը խոսքերով չես կարող ներկայացնել։ Ես էլ կիսում եմ ժողովրդի կարծիքը, ժողովրդի տեսակետը, ոնց որ ասել են մեր քահանայի, մեր քահանան իրականում շատ կրթված, բարեկիրթ, լավ անձնավորություն է։ Չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխվելու է։